Մի քանի հայտնի հաղորդավարներ եւ դերասաններ լքել են հանրայինի եթերը, խոսելով ճնշումների, անհամաձայնությունների եւ չհամընկնող արժեքների մասին։ Նրանցից մի քանիսը հրապարակավ են խոսել հեռանալու պատճառների մասին։ Խորեն Լևոնյան, արտիստը հայտարարել է, որ իր հեռանալու պատճառը ստեղծագործական անհամաձայնությունն է։ Նոր տարվա այդ գեղեցիկ ֆիլմը, որ իրանք նկարահանել էին, հումորային, տենց ուրախացնող, այնտեղ կար ինձ առաջարկ, որ ես կարդամ ձայն եւ մոտավորապես տեքստը նայելուց հետո հասկացա, որ դա ինձ սազական չի, որովհետեւ ոնց որ համ ձեռ առնես այն ամեն ինչ, ինչը 15 տարի դրել ստեղծել ես, երկերկոցը նկատի ունեմ։ Եվ իմ պայմանագրի մեջ այդպեսի կետ չկա, որ ինչ որ բան պիտի ես անեմ։ Խորեն Լևոնյանի խոսքով տարբեր պրոդյուսերներ պարբերաբար կապ են հաստատել իր հետ, առաջարկելով ընթերցել տվյալ տեքստը։ Նա սկզբում չի առարկել, սակայն առաջարկել է կատարել որոշ խմբագրումներ։ Դերասանի գնահատմամբ տեքստում առկա էին ձևակերպումներ, որոնք կարող էին ընկալվել որպես ծաղր իր գրական հայերենի, ինչպես նաև գուսանների եւ աշուղների տարիների աշխատանքի նկատմամբ։ Լևոնյանը նշել է, որ պատրաստ է եղել մասնակցել, եթե բովանդակությունը վերանայվի, սակայն առաջարկը մերժվել է։ Արդյունքում նա հրաժարվել է մասնակցել նախագծին, այն համարելով իր համար անընդունելի։ Չեմ ուզում կոնկրետ ասեմ ում անուններ, ինչ մի քիչ կարող է տհաճ ստացվի, բայց ինչ որ կոնկրետ մարդկանց վերաբերում էր, որ նրանք գուսան են, աշուղ են, բայց դա վիրավորական։ Դու անհարմար զգաս, ես առանց անհարմար զգալու ասեմ, իմ ունեցած տեղեկություններով դու պիտի հայտարարեիր դիմավորենք գուսան լիդուշիկ։ Չգիտեմ որտեղից քեզ այդ ինֆորմացիան, բայց հա, մոտավորապես այդպես։ Երբ նկարահանումից 2-3 օր առաջ զանգահարել է պարզաբանելու արդյոք նկարահանումը տեղի կունենա, տեղեկացրել են, որ կայացել է ժողով, որի ընթացքում քննարկվել է իր հեռացման հարցը։ Ասել են, նախատեսված պահանջները դերասանը չի կատարել։ Կար անձնական կոնֆլիկտ ձեր եւ ղեկավարի Հովհաննես Մովսիսյանի միջեւ։ Մեր ջան, անձնական կոնֆլիկտ ունենալու համար պետք է այդ մարդուն տեսնել։ Ես 5 տարի աշխատել եմ, կարծեմ մեկ անգամ եմ տեսել, այսպես բարև, ինչպես եք, հաջողություն։ Ոչ մի անձնական բան ինչ պետք է լինի։ Հեռուստաընկերությունից հեռանալու մասին օրեր առաջ հայտարարել էր նաև հաղորդավար Լուսինե Թովմասյանը։ Նրա խոսքով հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարել էր իրեն փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Նրա փոխանցմամբ այդ որոշման պատճառը եղել է իր հարցազրույցները աշխարհահռչակ դաշնակահար Լանգ-Լանգի Հայաստան այցի շրջանակում, նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, որը նախատեսված էր հրապարակել իր սոցիալական հարթակներում։ Թովմասյանը նշել է, որ իր աշխատանքային պայմանագրում նման սահմանափակում նախատեսող որևէ կետ չկա։ Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից եւ պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։ Այսպիսով չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում իր անձնական հարցերը լուծելու համար։ Հավելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Հովհաննես Մովսիսյանն անձամբ է ինձ հայտնել հենց այս պատճառաբանությունը։ Հատկանշական է կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատվերով եւ ստեղծագործական անձնակազմով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ արդեն երկար ժամանակ է հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումներում փակ է մուտքը Սերգեյ Սմբատյանի համար։ Այժմ այն փակվել է նաև այլ հաղորդումներում։ Մեկ այլ աղմկահարույց դեպք էլ դերասան Բաբկեն Չոբանյանի անվան շուրջ կար։ Նրա վարած թույլ օղակ ինտելեկտուալ նախագիծը, որը մեծ դիտումներ ուներ, հանկարծակի դադարեցվեց։ Մամուլի տեղեկություններով հաղորդման փակումը հաջորդել է Փաշինյանի հասցեին Չոբանյանի հնչեցրած քննադատությանը։ Չնայած պաշտոնական պարզաբանումներ չեն ներկայացվել, բայց հաղորդաշարը այլևս եթերում չէ։